Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես։ Բարև ձեզ, պարոն Մովսես, ուրախ եմ ձեզ տեսնել մեզ մոտ։ Պարոն Մովսես, ես վերջերս շատ եմ ուշադրություն դարձնում տեղեկատվական հոսքերը վերլուծելով, հետևելով այդ հոսքերին, շատ հարցեր են առաջանում մարդկանց մոտ, մեր հասարակությունում, որոնց պատասխանները չկան։ Եվ դա գալիս է այսօր մենք ուղիղ խոսելու ենք իրար հետ։ Թող ոչ մեկ չդեղանա, այդ թվում նաև դուք կամ ես։ Կրթության պակասից։ Մենք բոլորս կրթության պակաս ունենք, այսպես ասեմ, որ ոչ մեկ չնեղանա։ Կրթության պակասը բերում է նրան, որ մեր հասարակությունում խեղաթյուրված պատկերացումներ կան մեր երկրի պետականության մասին, մեր արտաքին հարաբերությունների մասին, մեր պատմության մասին, մեր հարևանների մասին, Ռուսաստանի դերակատարման մասին, Թուրքիայի բոլորի։ Այդ ամենը կրթության պակաս է, կարծում եմ դուք էլ կհամամիտեք այս հարցում։ Մեկ օրինակ բերեմ եւ արդեն հարցը ձևակերպեմ։ Այս վերջերս ասում է, չէ, վարչապետն ասեց, նախարարը ասեց պարոն Խուդացյանը, որ մեր Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգոհամակարգերը պետք է կցվեն իրար։ Դա ասվել է, բայց մարդկանց չեն բացատրել դա ինչ է նշանակում եւ թյուր կարծիք կա, բոլորը այդ մասին են խոսում, դա որ մենք Ադրբեջանի հետ այդ համակարգը կպցնենք, վաղ Ադրբեջանից անջատեն հոսանքը։ Ինչ ենք անելու, որտեվ մարդիկ պարտավոր չեն դա իմանալ։ Նույնիսկ ես պարտավոր չեմ իմանալ, ես գիտեմ, որ դա անհնար բան է, էներգոհամակարգ գցելը դա ընդհանրապես միացում է, որով ասենք այդ համակարգերը ոչ թե փոխկապակցված են լինելու կամ իրարից կախման մեջ են լինելու, այլ ուղղակի տրանզիտի համար եւ այլն, մենք ունենք Իրանի հետ, ինչ մենք ունենք Վրաստանի հետ։ Այսինքն ստեղ բացատրական աշխատանք չկա, եւս չկա, եւ սա իշխանության թերացումն է, սա ակնհայտ է։ Ես ուզում եմ ձեզ հետ այսօր խոսել այս թեմայի շուրջ, որովհետև դա շատ կարևոր է հաշվի առնելով, որ մեզ սպասում են ընտրություններ, շատ կարևոր խորհրդարանական ընտրություններ, որտեղ որոշակի ուժերը Հայաստանի ներսում եւ այդ թվում նաեւ դրսից ուղղորդվող այդ կրթության պակասը շատ ակտիվ օգտագործում են մեր ժողովրդի դեմ, մեր երկրի դեմ եւ մեր ապագայի դեմ։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Մեր ժողովրդին մոլորեցնելու համար դուք միանգամայն ճիշտ եք ասում, 10-ին խփող ճշմարտություններ եք ասում։ Ամբողջ հարցն այն է, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր հասարակությունը այժմ կանգնած է ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաև հոգեբանական նորանոր իրավիճակների առջև, մարտահրավերների իրավիճակների առջև, որոնց նա պատրաստ չէ հենց կրթության բերումով։ Այստեղ մի բան կա, մի նրբերանգ կա, որը քան որ դուք կոչ արեցիք, որ իրարից չնեղանանք, մենք պետք է բաց խոսենք եւ պարտավորենք նաեւ մեր ժողովրդին երբեմն իրեն նեղացնող դառը ճշմարտություններ ասել։ Ամբողջ հարցն այն է, որ պատմության բերումով ապրելով այս կամ այն կասության կազմում, պետություն չունենալով մեր ժողովուրդը երբեմն մատնվել է մակաբուծության։ Երեք պետություն չունեցող ժողովուրդների համար կենցաղային մակարդակի վրա աղքատ կամ հարուստ ապրելը շատ հեշտ է։ Ինքը կազմակերպելու, նախաձեռնելու ոչինչ չունի, իրեն մնում է միայն իր գոյությունը պաշտպանել։ Այսօր մենք հայտնվել ենք մի վիճակում, որտեղ ինքներս պետք է որոշենք մեր հարցերը, բայց քանի որ տասնամյակներ շարունակ մենք մակաբույց վիճակում ենք եղել պետության բացակայության պայմաններում, սա թե նշանակում, թե մեր ժողովուրդը ճիգ, ջանք, աշխատասեր, եռանդ, տաղանդ չունի, պետություն չի ունեցել։ Ինքը այսօր նույնպես իներցիայով իր բոլոր ներկա պայմանների, պրոբլեմների, խնդիրների մասին երբեմն մտածում է հենց այդպես։ Ինքը չի կարողանում կողմնորոշվել քաղաքագիտական կատեգորիաներով։ Ինքը չգիտի ինչ բան է պետությունը, ինչ բան է հարևանը, ինչ բան է քաղաքականությունը։ Ես այսօր առավոտյան մեկին էի լսում, որոնք ցույց էին անում
Հայաստանի Հանրապետության նախագահի ես մոռացել եմ արդեն որտեղ Ալիևին մեր հարևան պետությանը ուղղված պրեզիդենտի խոսքի մեջ հարգելի պրեզիդենտ եւ այլն ասելու համար մոլեգնած կատաղած սա ինչ ստորաքարշություն է ոնց թե մենք կզլենք Ադրբեջանի առաջ մեր ժողովուրդը չի հասկանում որ քաղաքագիտական իրավիճակում հայտնված ժողովուրդը իրավունք չունի օգտագործելու կզել, քծնել, շողոքորտել եւ այլն հասկացությունները, սրանք քուչի հասկացություններ են, ոչ թե պետության եւ պետության ներսում ապրող քաղաքացու։ Ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, որ այս բացը վերացնելը լուսավորչական աշխատանք է եւ մեր երկիրը մեր պետությունը այսօր ամեն ինչ պետք է անի այդ բացը վերացնելու համար։ Օրինակ մեր քաղաքացին ինչ պետք է իմանա պետության իր կառուցելիք խնդիրների մասին, երբ որ ինքը տարրական գրականությամբ չգիտի պետությանը ինչ բան է։ Ոչ ինքը Հոբսի դասական Լևիաթանն է կարտացել, թարգմանված չի որ կարտա, իսկ եթե թարգմանված է լինի, մեր բուհերում դրանք չեն սովորեցվում, չեն ուսուցանվում, չգիտի ինչ բան է պատմական դիսցիպլինները։ Օրինակ, եթե մեր ժողովուրդը քաղաքագիտական այսօրվա մտքին ծանոթ լինի, ինքը կկարողանա նաև իր 18-10-րդ դարի պատմության ամբողջ հայդուկային պարտիզանական շարժման անալիզը անել, վերլուծել գնահատականը տալ, ոչ թե վերաիմաստավորելու համար, այլ այսօր այդ հայդուկային պարտիզանական հոգեբանությունից դուրս գալու եւ իր երկրի անվտանգությունը որպես քաղաքացի ապահովելու համար։ Խոսքը սրա մասին է, ուրեմն եզրակացնենք, որ կրթություն, լուսավորություն ասելով մենք նկատի ունենք պետության անվտանգության մի մակարդակ։ Այդտեղ է որ պետության գոյությունը դառնում է անվտանգ, մենք մի քիչ առաջ խոսում ենք, ես ձեզ կարծեմ թե համաձայնվեցինք, որ կրթված լուսավորյալ հայը ամեն ինչ արժի, իրեն ոչ մի բանով չես խապի, չես վախեցնի, բայց անկիրթ եւ չլուսավորված հայը կընկնի այսօրվա այդ բունտ անողի օրը, որը իր նախագահին հայոյում է նրա համար, որ նախագահը դիվանագիտական, դիպլոմատիկ մի հանդիպման ժամանակ հարևան երկրի նախագահին դիմել է հարգալից տոնով։ Խոսքը սրա մասին է։ Իդեպ շատ կարևոր մի իրադարձություն է այսօր տեղի ունեցել, մենք կարծում եմ կարող ենք այս համատեքստում նաև դիտարկել Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում մասնակցել են Զայեդ մրցանակաբաշխությանը, ստացել են այդ փաստացի մրցանակը եւ ունեցել են բանակցություններ։ Ձեր ընկալումը այս իրադարձության, սա ինչ իրադարձություն է մեզ համար, սա սիմվոլիկ է, սա քաղաքական համատեքստ ունի, այսինքն արդյոք, մենակ ես կարծում եմ, որ որքան ինչքան այսպիսի իրադարձություններ լինեն, պարտավորեցնող կողմերին, առաջի հերթին Ալիևին, այնքան մեր օգուտն է, որովհետև Ալիևը ստանալով խաղաղության համար մրցանակներ, իր վերադարձը դեպի այն ագրեսիվ միլիտարիստական հռետորաբանություն, ինչու ոչ հարձակումներ Հայաստանի վրա, շատ ավելի է դժվարանում այդ ետդարձի ճանապարհը, ես այդպես եմ կարծում։ Կուզեի ձեր կարծիքը իմանալ եւ Հայաստանի հասարակությունում մարդիկ ինչպես պետք է սրան վերաբերվեն եւ ինչպես են վերաբերվում իրականությանը։ Մեր հասարակությունը իր հարևանների հետ շփվելու քաղաքական գրագիտություն չունի։ Ոչ միայն ադրբեջանցիների, անգամ վրացիների հետ, որը մեր բախտակից քրիստոնյա եւ պատմականորեն մեր շատ հարազատ ժողովուրդ է։ Սա դժվար է ասել ինչից է գալիս, մեկուսացումից է գալիս, թե մրցակցությունից, թե ինչ որ մի ուրիշ բանից, բայց համենայն դեպս ես կարծում եմ, որ գալիս է պետության բացակայությունից։ Նորից ինչքան խոսենք դրա մասին, պետք է անդրադառնանք այդ թեմային։ Ինչ վերաբերում է այսօրվա մեր հարևանների հետ մեր հարաբերություններին, ես կուզենայի մեր ժողովուրդը, մեր հասարակությունը հասկանար, որ խաղաղ պայմաններում յուրաքանչյուր ժողովրդի հարաբերություն իր հարևանի հետ ունի մի գերագույն նշանակություն եւ մի գերագույն նպատակ՝ քաղաքական դիվանագիտական առողջ հարաբերություններ ստեղծել, եթե պետք է ուրեմն ստեղծել բառը համենայն դեպս իմ միտքը արտահայտում է։ Մենք պետք է
հեծանիվ հայտնագործելու կարիք չունենք եւ գիտենք, որ չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամներ, կան մշտական շահեր։ Այսօր հայ ժողովրդի շահը պահանջում է, որ ինքը գրագետ հարաբերություններ ունենա եւ Իրանի հետ, եւ Ադրբեջանի եւ Վրաստանի ելակետ ունենալով իր հետաքրքրությունները եւ իր քաղաքական շահագրգռությունները։ Իսկ մեր քաղաքական շահագրգռվածությունը այս պահին մեկն է կառուցել Հայաստանի Հանրապետություն իր բանակով, իր կրթությամբ, իր հասարակությամբ։ Գիտեք, մենք իրավունք չունենք հասարակագիտական նորմերի փոխարեն, այսպես ասած, պաթետիկ հայտարարություններ անենք։ Որպեսզի միտքը հասկանալ լինի, ես մի բան ասեմ։ Այսօր մեր հանրապետությունում ապրում է 3 միլիոն ժողովուրդ, ըստ տվյալների։ Եթե այս մեր երկրում, մեր հանրապետությունում ապրի 6 կամ 7 միլիոն ժողովուրդ, ազգաբնակչությունը դառնա այդքան, ես իմ խոսակցության ուրեմն նորմատիվները գուցե եւ փոխեմ, շնորհիվ հիմնական կատեգորիաները, որ մենք պետք է պետական նորմատիվներով խոսենք, դրանք չեն կարող փոխվել։ Առաջնահերթություններ պետությունը այն կազմակերպությունն է, որը ունի առաջնահերթություններ, եւ եթե պետությունը իր առաջնահերթությունների մեջ առաջին սանդուղքը խառնում է 7-րդ սանդուղքի հետ, մեկից ոտքը դնում է 7-րդ սանդուղքին առաջինի, երկրորդի եւ երրորդի վրա դնելու, ինքը հաջողությունները չի հասնի։ Ես այսօրվա մեր վիճակը քաղաքական աշխարհում, շատ բարդ աշխարհում կողմնորոշվելու համարում եմ բոլոր դեպքերում կրեատիվ այդ բառը թույլ տվեք օգտագործել, մեր իշխանությունները, մեր կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական այս միջավայրում կարողանա իր տեղը պատկերացնել։ Ես կուզենայի, որ այս բանը նաև մեր հասարակության համար նորմատիվ դառնար, մեր ժողովրդի համար նորմատիվ դառնար։ Մենք մի գերագույն իդեալ ունենք այս պահին՝ կառուցել Հայաստանի Հանրապետություն։ Դուք շատ ճիշտ նշեցիք, եւ շատ կարեւոր է իրականում այսօր, որ չկան հավերժ բարեկամներ եւ հավերժ թշնամիներ, բայց լսելով ոմանց քաղաքական խոսույթը Հայաստանի ներսում ներքաղաքական տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ կամ չեն ազատվել այդ կարծրատիպերից։ Այսինքն իրավիճակը փոխվում է, չէ՞։ Մեր եւ Ադրբեջանի միջև, մեր եւ Թուրքիայի միջև, մեր եւ Ռուսաստանի միջև վերջին տարիներին շատ լուրջ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել եւ շատ դեպքերում դա մեզանից կախված չի եղել։ Դա բերել եւ փաթաթել են մեր վզին այդ փոփոխությունը։ Հիմա քանի որ այդ փոփոխությունը կա, մենք պարտավոր ենք այդ փոփոխության արձագանքել եւ ինքներս փոփոխվել։ Օգտվել դրանից։ Բայց հիմա մարդիկ ասում են, որ չէ, այդպես չի։ Ռուսը մեկը մեր բարեկամն է, Ռուսը միշտ եղել է եւ լինելու է մեր բարեկամը, մեր ծոծորակին էլ որ կարակի մեկը մեր բարեկամն է, որովհետեւ դա այդպես է, դա չի փոփոխման ենթակա չի։ Իսկ թուրքը միշտ մեր թշնամին է լինելու։ Սա ըստ ձեզ գիտակցաբար է արվում, այսինքն իրենք էլ են հասկանում, որ դա կեղծ է, թե այդ մարդիկ էլ են այդ կապանքների, այդ կեղծ նարատիվների գերին։ Գիտեք, երկուսն էլ իմ շատ հայրենասեր ընկերների, հայրենասեր պատկերացնում եք, թե ինչ տոնայնությամբ եմ ես ասում։ Ես խորհուրդ եմ տալիս երբեմն կարդալ Շահան Նաթալիի գիրքը «Մենք եւ թուրքերը», որը իմիջիայլոց շատ հակաթուրքական, բնականաբար այդ մարդուն մենք գիտենք, այդ ամբողջ վրիժառության բանը կազմակերպեց, հոգով մարմնով նվիրված, ուրեմն հայ մարդ էր, ազատագրական պայքարին նվիրված, բայց այնտեղ ինքը մի Թուրքի հետ մի խոսակցություն է մեջ բերում, որի անունը ես չեմ էլ ուզում տալ մեր հաղորդման ընթացքում, որտեղ այս թուրքը մեր ազգային գործիչներից մեկին ասել է, գիտեք, դուք զարմանալի ժողովուրդ եք։ Մենք թուրքերս մի իդեալ ունենք, մի տեսլական ունենք, որ մեր թշնամիներին բարեկամ սարքենք։ Դուք ինչ եք ձեր բարեկամներին թշնամի սարքում։ Սա իհարկե թուրքերի առումով է ասված, այստեղ բազմաթիվ ծալքեր կան, թուրքերը պատմության մեջ ամենամեծ հանցագործություններից մեկը կատարեցին, որի դեմ առնել հնարավոր էր կամ ինչ չափով էր հնարավոր առնել, դա ուրիշ խոսակցության նյութ է։ Բայց ինչ վերաբերում է այսօր թուրքերի եւ ռուսների, այսպես ասած, առճակատմանը, ես այստեղ մի ելակետ ունեմ։ Դա թուրքերի եւ ռուսների հարաբերություններն են, ոչ թե մեր ու թուրքերի, մեր ու ռուսների, այլ թուրքերի եւ ռուսների։
որևէ մեկի, այսպես ասած, որևէ մեկի կողմը բռնողը արդյոք մտածել է մեզ արանքից անել եւ մի հատ վերլուծել թե թուրքերն ու ռուսները իրար հետ ինչ հարաբերությունների մեջ են եւ հարկ եղած դեպքում եթե քաղաքական պայմանները ստեղծվեն ով կարող է մեզ մյուսի բերանը գցել ինչպես արեցին 1880-ական թվականների վերջում, ինչպես արեցին 1915-ին, 20-ին, 22-ին եւ այլն։ Ես հիմա մի հոդված եմ գրում հայերը եւ Ռուսաստանը, որը շատ բարդ թեմա է, գիտեք ինչ իմաստով, այն իմաստով, որ Ռուսաստանի կերպարը մեր մեջ միստիֆիկացված է, ենթարկված է միստիֆիկացիայի։ Մենք Ռուսաստանը հենց ռուս գրականության ներկայացուցիչների, ռուս մտավորականների ներկայացուցիչների վերլուծությամբ չգիտենք թե դա ինչ երկիր է, դա ինչ պետություն է, դա ասիական պետություն է, դա եվրոպական պետություն է, ռուսական ուղղափառությունը պետության ինչ իդեալ ունի, պետության այդ իդեալի մեջ մնացած ազգերը որպես ինչ են դիտարկվում, միջոցներ, նպատակներ, զոհակենդանիներ, այսօր այն օրն է, որ մենք այս ամեն ինչի մասին պետք է մտածենք եւ ռուսների ու Ռուսաստանի հարցում մենք պետք է կողմնորոշվենք ռուսական պետության ամբողջ իդեոմատիկան եւ մորֆոլոգիան կառուցվածքը իմանալով ուր կտանի մեզ Ռուսաստանը, ինչի մեջ կմցնի եւ որ պահին որ կետում կթողնի։ Ես այդ պետության հետ Ռուսաստանի շատ եմ սիրում, ինչպես մենք բոլորս, եւ ռուս ժողովրդին, եւ ռուսկա դուշան, ռուսոկին, եւ ռուսական մշակույթը, գրականությունը, բայց ես կարծում եմ, որ այդ պետությունը այսօր կործանարար պետություն է, ինչ իմաստով, որտեղ դա պետություն չէ։ Դուք եթե պատմության մեջ բանով է այսօր ինքը։ Դա մի կողմից, բայց մյուս կողմից էլ իրենց ուղղափառության բացարձակ աբսոլյուտ ընկալումները տարան աբսոլյուտ պետության ուրեմն իդեալին, ամբողջ աշխարհը դրանից 10-րդ դարում հրաժարվեց բացի իսլամական երկրներից, որտեղ պետությանը տեսակը կոչվում էր խալիֆատ, Ռուսաստանը մնաց խալիֆատ։ Եթե դու այսօր Ռուսաստանի հետ ես կապվում, դու նորից ասում եմ ռուս ժողովրդի ու ռուս մշակույթի մասին չի խոսքը։ Դու պետական դիսցիպլինարության իմաստով խալիֆատության հետ ես կապում, որը մեր ժողովրդի մեջ մտցրել է զարուրելի հատկություններ՝ հարբեցողություն, գողականություն, խառոշիականություն, քուչի մտածողություն։ Մեր ժողովուրդը գիտեք երբեմն քաղաքականության մասին հենց մտածում է փաղի, քուչի հասկացություններով, ինչը գալիս է ռուսական իրականության մեջ բուրլյակների, վոլգյան բուրլյակների ժամանակների այդ գողականների ներկայացուցությունից, որը եթե Ռուսաստանում պետության հսկողության տակ էր, ապա մեզ մոտ երբեմն պետության հսկողության տակից փախչում է։ Պարոն Մովսես, դուք Զայեդի մասով, մրցանակաբաշխության մասով հարցին չպատասխանեցիք, ես վերաձևակերպեմ հարցը օգտագործելով նաև ձեր խոսքերը։ Դուք նշեցիք, որ իշխանության աշխատավոճը հիմա կրեատիվ է։ Այդ Զայեդի մրցանակաբաշխությունը արդյոք այդ կրեատիվ աշխատավոճի հետևանք չէ եւ ընդհանուր տրամաբանության մաս չէ։ Իհարկե տրամաբանության մաս է, ես եթե թեմային չանդրադարձա, պարզապես բաց թողեցի, ես ուրախ եմ այդ մրցանակների համար, ուրախ եմ, որ ստանում է դա եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, ինչքան մենք միջազգային հարաբերություններով վավերացնենք մեր այսօրվա հարաբերությունները, ես կարծում եմ մեր հարաբերությունները այդքան անվտանգ կդառնան։ Եվ շարունակելով մեր ընդհանուր զրույցի տրամաբանությունը, հունը, նաև այսպիսի հարց կա, դա իրականում դա էլ է շատ կարևոր, մեր ֆոբիաները, մեր ֆոբիաները մեր հասարակության ներսի, մեր ժողովրդի մեջ։ Նախ մի հարց, դուք կարծում եք, որ մենք արդեն ազգ ենք։ Ազգ։ Այո։ Հայերը ազգ են։ Իհարկե ազգ ենք, մենք ինքնորոշվել ենք։ Ինքնորոշվում են ժողովուրդները եւ հասարակությունները։ Ազգը այդ բառը բիբլիական 5 կտակարանի բառերից է, դա հրերեն, այսինքն ծնդոց գրքի եբրայեցերեն լեմինահ բառի թարգմանությունն է, որը իմիջիայլոց հունարեն թարգմանված է գենեֆոնդ։ Մենք գեն ենք, գենեֆոնդ ենք,
գեն բառը ծին բառն է հայերեն, մենք իհարկե տեսակ ենք։ Պարոն Մովսես, ես համամիտ եմ ձեզ հետ, քաղաքականապես, հաջորդը, բայց ազգ լինել դեռ չի նշանակում ժողովուրդ լինել, ժողովուրդ լինելը դեռ չի նշանակում հասարակություն լինել։ Այսօրվա ամբողջ քաղաքականության հիմքում հասարակական հարաբերություններն են։ Տեսեք, հասարակություն ասելով մենք պատկերացնում ենք ինչ-որ դաստիարակված մեքենայի մեջ իրար հետ տեղ զիջող մի զանգված, բայց հասարակությունը ինքը պետության մեխանիզմն է։ Եթե պետությունը հասարակություն չունի, ինչքան էլ ուզում է իր օթաչուները հմուտ լինեն, միևնույն է ինքը մեխանիզմ չունի, ինքը 50-ական թվականների կուկուռուզնիկ է։ Հասարակությունը էլ կարծես թե ունենք, չէ՞։ Չէ, այդ իմաստով, իմ ասած իմաստով չունենք։ Գիտեք, հասարակություն ասելով ես ինչ նկատի ունեմ, ինքնապիլոտով կառավարվող մի ուրեմն զանգված եւ ինստիտուտներ ունեցող ինստիտուտներ եւ ես մի անգամ ասել եմ երկրորդ անգամ էլ կրկնեմ, եթե դուք այսօր Նորվեգիայի կամ չգիտեմ Հոլանդիայի կառավարությունները Տրամպը գիշերը գողանա տանի, ձերբակալի տանի, դա ոչ մի բան չի փոխի։ Ոչ մի բան չի փոխի, որովհետեւ այդ հասարակությունը կմիացնի իր ինքնապիլոտի ուրեմն մեխանիզմը եւ մի տարի հետո գլխի կընկնի, որ ինքը պրեզիդենտ չունի, կնշանակի իր պրեզիդենտին։ Այ մեր ժողովուրդ, մեր պետության մեջ այդ իմաստով, այսինքն պետության մեխանիզմ, որը կարող է ինքնակառավարվել, որին պետք է կառավարել, բայց որը անհրաժեշտության դեպքում ինքը կարող է ինքնակառավարվել։ Սամապիլոտ այդ Boeing-ի հայտնագործումից հետո այդ տերմինը մտավ բանի մեջ։ Մենք ինքնապիլոտի, սամապիլոտի հատկություններ չունենք առայժմ, դա նշանակում է, որ մենք ունենք ժողովուրդ ենք, մշակույթ ենք, այս կողմենքով, բայց պետական դիսցիպլինարության տեսակետից դեռևս հասարակություն չունենք, որին կարող է ձևավորել նորից ու նորից կրթությունը, լուսավորությունը։ Պարոն Մովսես, շարունակելով ձեր միտքը, ուղղակի նշեմ, որ մենք ցավոք ունենք ողբերգական օրինակ ձեր խոսքերի որպես ապացույց 99 թվականի հոկտեմբերի 27-ը, երբ որ ոչնչացվեց քաղաքական էլիտան եւ երկիրը տրվեց օտարների կառավարման։ Ճիշտ եք։ Այս ամենը, ինչը մենք այսօր ունենք, այդ օտարների կառավարման փաստացի արդյունք է։ Հիմա հասկանալի է, որ եթե մենք այն ժամանակ ունենայինք, ինչպես դուք ասում եք, շատ ճիշտ գիրտ կրթված հասարակություն, այդ ամենը տեղի չէր ունենա այդ ամենի արդյունքում, այսինքն հետևանքները բոլորովին այլ կլինեին։ Հետևաբար հասկանալի է, որ անկիրթ մարդկանց, անկիրթ հասարակությանը շատ ավելի հեշտ է կառավարել, քան թե կրթված մարդկանց, եւ հասկանալի է, որ երկրի ինքնիշխանությունը եւ անկախությունը հենվում է առաջին հերթին այդ կրթված մարդկանց վրա, որքան շատ են այդ կրթված հասկացող մարդիկ, այնքան ամուր է եւ այնքան ամուր են ինստիտուտները, ամուր է պետությունը։ Բայց այստեղ եւս մեկ խնդիր ունենք, եկեք նաեւ մյուս կողմից դիտարկենք։ Արդյոք իշխանությունը, ցանկացած իշխանությունը, գործող նախկին շահագրգռված է, որպեսզի հասարակությունը լինի կրթված։ Դե դուք արդեն փիլիսոփայական հարց եք տալիս։ Ինքը շատ պրակտիկ է։ Պետք է շահագրգռված լինի։ Տեսեք, Անգլիայի պես մեծ երկիրը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թվում է, գիտեք, ոչ մի բանի կարիք չուներ։ Հաղթել էին, հասարակություն ունեին, բայց Չերչիլին չընտրեցին։ Չերչիլին չընտրեցին, բայց Չերչիլը դրանից հետո մտածեց, որ անգլերենին վտանգ է սպառնում ամերիկանիզացման եւ եվրոպականացման ինչ որ մի վտանգներ կան, եւ Չերչիլը հրամայեց, որպեսզի կարգադրեց, որպեսզի անգլիական պետական բյուջեից վիթխարի միջոցներ հատկացվեն անգլերեն լեզուն թարգմանությունների միջոցով վերագործակցելու համար։ 10 տարում Վիրգիլիոսի 12 թարգմանություն են ունեցել իրենք։ Մի գործի Էնեականի 12 թարգմանություն։ Նպատակը շատ թարգմանություններ ունենալ չէր։ Նպատակը անգլերենը, այսպես ասած, տրաս հանելն էր։ Մեծ նավարկության համար։ Բարիլավ իմաստով։ Մեր բարիլավ իմաստով։ Մեր ուրեմն պետությունը այսօր պետք է մի հատ հաշվարկ անի, թե մեր հասարակությանը հայերեն տրաս բառը մոռացա, մայրուղի հանելու համար մեր հասարակությանը
ինչ կրթություն, ինչ գիտելիքներ են պետք եւ պետք է չխնայի միջոցները այդ կրթությունը դպրոցից սկսած մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն ներարկելու համար։ Ես ընդամենը մի բան ասեմ։ Գիտեք, այսօր քաղաքագիտական միտքը այնքան զարգացած է աշխարհում, ուրիշ բան որ մենք կարող ենք ասել, հետո ինչ որ զարգացած է աշխարհը գնում է իր ճանապարհով, քաղաքագիտությունը իր ճանապարհով, բայց այդպես չէ։ Շեղումները չպետք է մենք դիտարկենք որպես օրենքներ եւ պետք է ասենք, որ եթե այսօր Եվրոպան Եվրոպա է իր քաղաքագիտական կացուտաձևով, իր քաղաքագիտական մշակույթով, պետության իր քաղաքագիտական մոդելով, հավասարություն, եղբայրություն, ազատություն, այս երեք կարգախոսներ, որոնք ընկած են եվրոպական պետությունների հիմքում, օդից չեն եկել, դա Եվրոպան ճգնելով, տառապելով, ջանալով հասել է դրանց։ Մեր պետության առաջին խնդիրը ես դա եմ համարում, կրթել մեր հասարակությանը, ոչ թե բան դեկլարատիվ, ուսումնական ծրագրերի մեջ մտցնելով, համալսարաններում, բուհերում, դպրոցներում պետության նորմատիվներ սովորացնելով, գրականություն կարտացնելով, մեր ժողովուրդը բավական է դաստիարակվի հայրենիքի պետության մասին իր գաղափարները կազմավորի միայն պատմավեպեր կարդալով։ Օրինակ ես կառաջարկեի, որ մշակույթի նախարարությունը մեր 50 գրքանոց գրականության թարգմանության մի մրցույթ հայտարարի եւ մի մրցույթ հայտարարի Վահան Տերյանի ուրեմն Երկիր նայրին կամ Եղիշե Չարենցի Երկիր նայրին 10 սերիայանոց ֆիլմ նկարելու համար, որտեղ դուք հասկանում եք ինչ եմ ասում, պատկերացնում եք Երկիր նայրին, էլ չեմ ասում Չարենցի մահվան տեսիլը, այդ պոեմը, որ ես մի 10-15 օր առաջ նորից կարդացի, աշկերտես լցվեցին, դա մենք ունենք, թաքցրել ենք եւ բերել ենք ճոռոմ պաթետիկ հայրենասիրությամբ պատել ենք, շաքարապատել ենք մեր ժողովրդին, որը հենց որ տեղը գալիս է, ուրեմն Այսինքն սա քաղաքականապես էլ է կրթելու մեր մարդկանց։ Անպայման, դու պատկերացնում եք Չարենցի ամբողջ ողբերգությունը, Ղարսը, հանձնելը, Ղարսի այդ միջավայրը, Ղարսի այդ ներքին փտածությունը, ի վերջո հայ ժողովուրդը մի խիզախում պետք է անի, ինքը պետք է 10-րդ դարի, 20-րդ դարի սկզբի իր ողբերգությունների իր մեղքերը գտնի եւ խոստովանի։ Ինքը դրա մեղավորներին բոլորին գտել է, ռուսներին, գերմանացիներին, թուրքերին, ֆրանսիացիներին, որ Կիլիկյան հանձնեցին, բայց իրենց մեղքի մասին իմիջալոց, որոնց մասին շատերն են գրել, Թումանյանը, Տերյանը, Չարենցը, ինքը շատ նպաստավոր իր համար նպաստավոր լրացում է։ Պարոն Մովսես, ամենայն հարգանքով մենք ցավոք սրտի չենք ուզում նույնիսկ ճանաչել սեփական մեղքը 44 օրյայի համար, 44 օրյայի զոհերի համար։ Երբ որ 44 օրյան ավարտվեց, ես միանգամից դա պնդեցի, որ առաջին մեղավորը եւ առաջին պատասխանատուն այդ թափված արյան համար մենք բոլորս ենք։ Երբ որ ես դա ասում եմ, ոմանք դուրս են գալիս եւ ասում են դու սուտ ես ասում։ Իհարկե։ Ինչ ես մեզ մեղադրում, մենք ինչ ենք որոշում։ Իհարկե։ Ռուսներն են մեղավոր, թուրքերն են մեղավոր, Ալիևն է մեղավոր, չգիտեմ, մենք մեղավոր չենք։ Բոլորն էլ մեղավոր են, բայց դա բերում է խնդրի։ Ճիշտ է։ Այս գիտակցության բացակայությունը հետագայում է բերելու խնդրի։ Ու մարդիկ սա չեն ուզում հասկանալ։ Միանգամայն ճիշտ եք։ Եվ քանի որ ուրեմն մեր արժեվ ընտրություններ են, մեր ժողովրդի համար շատ ճակատագրական մի ժամանակաշրջան, ես կուզենայի, որ նաև դեք հերոստատեսությամբ, մամուլով, ձեր միջոցներով ռուսական իրականության վերլուծության մասին շատ հաղորդումներ լիներ, որպեսզի հայ ժողովուրդը պատկերացնի, որ Ռուսաստանը ոչ միայն իր համար խոպանի օբյեկտ է, որտեղ ինքը պետք է գնա, ուրեմն հյութերի մեջ սպիրտ լցնի եւ վաճառի դառնա միլիարդատեր ու հետո գա մեր գլխին փորձանք դառնա ուղարկեն մեր գլխին փորձանք ու նեղվի երբ որ ասենք այդ սպիրտը չթողեց Ռուսաստանը պահի տակ ինքը պետք է հասկանա ինչ է նշանակում Ռուսաստանի հետ լինել ինքը չգիտի ինքը ասում ես Ռուսաստանը մեր գինը լինելու գինը պետք է գիտակցի գինը պետք է գիտակցի իսկ գիտակցելու համար իր աչքերը պետք է բացվեն եւ վերջին հարցը ես չեմ կարող այդ հարցը չտամ պարոն Մովսես
Տեսեք, Ադրբեջան Իլհամ Ալիևը ինքը ԿԳԲ-ի հայրը ԿԳԲ-ի գեներալ էր։ Այսինքն այդ համակարգի սովետական միության պրոդուկտ է։ Հիմա ադրբեջանցիները եւ հայերը մենք մեծ հաշվով այս հարցում չենք տարբերվում իրարից։ Երկուսս էլ եղել ենք սովետական միության կազմում, նույն ռուսների հետ հարաբերություններն ենք ունեցել, նույն հարաբերությունները ունենք, բայց ինչի է Ալիևը 5 մատի պես հասկանում ռուսներին։ Իր քաղաքականությունը, ես այնքան ցավ եմ ապրում, անկեղծ ասեմ ձեզ, իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ իդեալական է։ Երբ որ պետքա մրթինա տալիս կներեք, երբ որ պետքա գլուխը շոյում է, երբ որ պետքա օգտագործում է, երբ որ պետքա քցում է։ Ինչի մենք դա չենք անում։ Չենք անում, լավ, ցենց ասեմ։ Հիմա էլ չենք անում, չասենք շատ քիչ ենք անում։ Հիմա մի քիչ իհարկե վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ փոխվել է, հիմա էլ չենք անում, որովհետև նորից եմ ասում, ոչ մեր քաղաքական իրավիճակն ենք գիտակցում, ոչ Ռուսաստանի մեր գիտակցության մեջ Ռուսաստանի մի պատկերացում է նստած, որը կոչվում է փրկիչ Ռուսաստան։ Դա գալիս է իհարկե նաև ռուսական ռոպագանդայից, ընդհանրապես 100%-ով սխալ պատկերացում, բայց որը նաև որի դեմ այսօր նաև ռուսները իրենք են գրում։ Օրինակ է 10-րդ դարի ռուս մտավորականություն, ռուսկայա դուշա, Ռուսաստանը որպես երրորդ հռում, Ռուսաստան որպես կատեխոն, գիտեք դրա ներկայացուցիչները դուգիններ, մուգիններ լիքն են, բայց ռուսները արդեն գրում են դրա դեմ, որ մենք ինչի է այդպես էլ երկիր չդառանք, ինչի չքաղաքակրթվեցինք, ինչի պետություն չդառանք, մենք հզոր տարածություն ունենք, զենք ունենք, բայց ինչի չունենք հասարակություն, ինչի չունենք մի խոսքով քաղաքակիրթ պետություն։ Այ մեր ժողովուրդը եթե սա տեսնի, եթե հասկանա, որ Ռուսաստանը իր համար մենակ խոպանի օբյեկտ չի, Ռուսաստանը իր համար պարտներ է, քաղաքական, իհարկե տարբեր քաշային կատեգորիաներում, բայց ինքը պետք է պատկերացնի վտանգները։ Օրինակ մեր ժողովրդին ես մի հարց կտայի։ Ռուսների եւ ռուս-թուրքական հարաբերությունների մեջ ռուսները ավելի մեծ կախում ունեն թուրքերից, թե թուրքերը ավելի մեծ կախում ունեն ռուսներից։ Ես կարծում եմ, որ ռուսները թուրքերից, հենց մենակ իրենց նեղուցների, տաք ջրեր դուրս գալու իրենց անցումներով։ Հետևաբար ով ավելի մեծ շահագրգռություն ունի Հայաստանը զոհելու մյուսին։ Ես կարծում եմ, որ ռուսները ավելի մեծ շահագրգռություն ունեն։ Ինչ ենք մենք անելու, եթե ռուսների հետ մենք շատ լավ լինենք եւ մեզ Ղարաբաղի պես գցեն սրա նրա ատամի տակ։ Եթե ասեն ձեր նավերը մենք դարդանելով բաց կթողնենք, եթե Հայաստանի այսինչ հարցը լուծենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Մովսես, հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրն էր բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։